կուսակցությունը փնտրեց եւ գտավ վարչապետի տեխնացուին։ Կանգ առավ նրանց ընտրությունը Դավիթ Համբարձումյանի վրա, որը ուզում եմ հիշեցնել այն մարդն էր, որը լինելով համայնքի ղեկավար արգելում էր իր համայնքից, ուրեմն խաչմերուկները փակում էին եւ արգելում էին, որ քաղաքացիները գան մասնակցեն հեղափոխության օրերին հանրահավաքներին։ Դավիթ Համբարձումյանն այն մարդն է, որը Երևանում իր շրջապատի հետ յաշիկները քշում էին քաղաքացիների վրա, որոնք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին անում։ Ձեզնից շատերի սիրելի հայրենակիցներ։ Եվ գիտեք, հասարակությունը մերժել է Սերժին եւ նախկին բարքերը նման օրինակ դրսևորումների նաեւ համար։ Եվ հիմա բերել նման մարդուն եւ ներկայացնել իբրև վարչապետի տեխնացու, ես չգիտեմ ինչ է։ Եվ ես բնավ անհանգստացած չեմ, թե ով է ձեր տեխնացուն, որովհետեւ ամենալավ տեխնացուն լինի չի կարող ուղղակի իմպիչմենտի գործընթացը ստացվել։ Ուղղակի ես անհանգստանում եմ նրանից, որ հաջորդիվ հարցազրույցներում էլի լրագրողները հարցնելու են էլի կհերքեք, որ Սերժ Սարգսյանը աջակցում է ձեզ։ Եվ ես չգիտեմ ինչպես հերքեմ, որովհետև նման քայլեր անելը նշանակում է աջակցել, եւ սա չգիտեմ ես ասեկոսներին ինչպես հերքել։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ, վերջ տվեք, օգնել մեզ։ Գնացեք եւ կպեք ձեր գործերը։ Հերու պահեք ձեր ձեռքերը իմ ընտանիքից, հատկապես իմ անչափահաս երեխայից, ժողովուրդ, օրաթերթ ու այս թերթի նման այլ լրատվամիջոցներ։ Ինձ հատուկ թիրախավորումը ես վաղուց եմ նկատել այս լրատվամիջոցի կողմից, բայց որևէ բանի տեղ չեմ դնում հերթական լուրերը, բայց չեմ կարող լռել, երբ որ իմ երեխայի լուսանկարով, որը վերցրել են ընկերուհուս Սորի բաժնից, անչափահաս երեխայիս լուսանկարով, քաղաքական նյութ են դնում եւ որը բովանդակության հետ կապ չունի, հա։ Եվ պատկերացնում եք, թե այս մակարդակի լրատվամիջոցի հետևորդները ինչ ուրախությամբ կսկսեն անիծել իմ անչափահաս երեխային։ Եվ ես երբ որ մտնում եմ այս լրատվամիջոցի գլխավոր խմբագրի, սեփականատիրոջ սոցիալական էջերը, նրանք բազմաթիվ լուսանկարներ ունեն իրենց երեխաների հետ, իրենց անձնական էջերում։ Եվ եթե նույն ոճով պետք է շփվենք, ապա դուք էլ ունեք լուսանկարներ։ Ես էլ վերցնեմ եւ ձեր մասին կարծիքս ասելուց սկսեմ թիրախավորել ձեր երեխաներին, սա որքանով է լրագրության մասին, սա որքանով է էթիկական, սա որքանով է առհասարակ մարդկային։ Հատկապես երբ որ ես երբեք որևէ հատուկ վատ վերաբերմունք ձեր հանդեպ չեմ ունեցել, ընդհակառակը, երբ ձեր լրագրողը մոտեցել է, սիրով պատասխանել եմ։ Չեմ հասկանում ձեր թիրախավոր, լավ հասկանում եմ չնայած, բայց սա որևէ կերպ մարդկային չի։ Ձեզ հավաքեք, թե չէ այսուհետ համարժեք կլինի պատասխանը ձեզ։